Ամեն բանը առաջ, որ մեր հայրը, մեր Աստվածը, մեր երկնային ծնողը փառավորվի։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք գիտենք բոլորս, որ այստեղ ներկա ենք, մենք Տեր Հիսուսի աշխատության պտուղներն ենք։ Ինքը այս երկրի վրա եկավ մեր նպատակի համար։ Բոլորը գիտեք, նոր բան չեմ ասելու, եկավ որպեսզի պատրաստ է մարդկանց փրկություն իրեն անձով։ Շատ կարևոր մի բան կատարեց մեր Տերը, որովհետև ոչ հրեշտակները, ոչ մարգարեները ի վիճակի չէին այդ գործը կատարելու, դրա համար հայրը հաջողացավ, որպեսզի իրեն որդու միջոցով կատարե մարդկության փրկությունը։ Ես կուզեմ Աստծո խոսքից հիշեցնեմ, ես ձեզ հետ մեկտեղ հիշենք Պետրոս առաքյալի վկայություն, այո, թեև Հիսուսի կենտանության ֆիզիկական ասենք մարմնի ժամանակ Տերը տվել էր նրանց իշխանություն գործելու, հրաշքներ անելու, քարոզելու, մկրտություն անելու, սիրելիներ, բայց այդ ժամանակ հələ եկեղեցին չէր հաստատվել։ Բայց երբ որ Տեր Հիսուսը, ասենք մենք բոլորս գիտենք, մաչ աշակեց, հարություն առավ, երկին գնաց, Սուրբ Հոգին ուղարկեց։ Սուրբ Հոգ ուղարկելը մեր նպատակի համար է, որ աշխարհի վրա եկեղեցին ծնե եւ եկեղեցուն հասունացնե, հասնե այն մագարտակի, որ Տիրոջը նմանվի եկեղեցին, որովհետեւ Տեր Հիսուսն ասեց. «Ձեզի տեսնողը դուք այն լույսն եք աշխարհի վրա, որ ձեզի տեսնողը պետք է տեսնի ինձ, սա որովհետեւ ես հոր մեջն եմ Եվ հայրը իմ մեջն է, դուք էլ իմ մեջն եք, չեմ ուզել այս մասին երկար խոսել, ուզեմ այդտեղը ասենք, որ հենց Պետրոս առաքյալը վկայեց այդ մասին, սիրելիներ, իհարկե, ինքը շեշտելով, որ մենք Տիրոջ վկայողներն ենք, եւ ժողովրդին է ասում, Գործք առաքելոց 2-րդ գլխու 32 համարից ասում է. այս Հիսուսը Աստված հարուց, որուն մենք ամեն սալ վկա ենք, ուստի Աստծոյ ադ ցերկով բարձրացնելով ու հոգովոյն սրբոյն խոստմունքը հորմեն առնելով տարածեց ասիկա, որ դուք հիմա կտեսնեք եւ կլսեք։ Փառք Տիրոջը, ասենք սիրելիներ, այո, այս վկայությունը սիրելիներ շատ կարևոր է, որ Հիսուս Քրիստոսի ասենք հարության վրա էր այս վկայությունը, որ առաքյալները տեսել էին Հիսուսին հարությունից հետո շոշափել էին, նրա հետքերը խմել էին եւ իրենց աչքերի առջևն էլ համբարձավ։ Սրա համար ասում, այս ասում է Հիսուսը Աստված հարուց։ Այո, Հիսուսը մահ էր ճաշակել մեզ համար, Աստված հարություն տվավ սիրելիներ։ Եվ նրա անձը գերեզմանի մեջ թողեց։ Դավիթը վկայում է իրեն սաղմոսների մեջ եւ ընթերցում եմ 36 համարից եւ այստեղ կարևոր մի բան ունի ասելու, ասենք ժողովրդին սիրելիներ, առաքյալ ասում է. ուստի բոլոր Իսրայելի տունը ճշմարտապես թող գիտնա, որ Աստված զանիկա Տեր ալ ռավ օծյալ ալ այն Հիսուսը զոր դուք խաչեցիք։ Հիմա ասենք Փառք Տիրոջը, մենք ես պետք է հասկանանք այս նույնի մեջ։ Հիսուսը ամբողջ աշխարհի համար է խաչվել, մաչ աշակեցիներ։ Նաև մենք անձնական մեզի համար պետք է իմանանք, որ ասենք հին հավատացյալներս չմոռանանք, որ Հիսուսը մեզի համար մահ է աշակել եւ մեր մեղքերի համար խավություն արե, ուզեմ ես նպատակը մի քիչ ասենք տարածվելի մեր սրտերի մեջ անմոռանալի լինի մեզ համար, մեր կյանքի բոլոր օրերի մեջ, տեսեք, հնարավոր է մենք շրջապատ ունենանք, հնարավոր է մեզ Աստված բարձրացնե բոլոր դիճկերի մեջ, բայց պետք է մենք իմանանք, որ այդ բոլոր բաների մեջ մենք պետք է փորձվենք մեզի համար, ինչքան գուզե, ասենք ցանկացած մեր մտերիմ բարեկամը, հարազատը, կոլեկտիվը Եղբայրը, քույրը, ազգը, բարեկամը, արյունակիցը, բոլորը ինչքան մոտիկ լինեն մեզի,
Հիսուսի դերը, Հիսուսի գործը մեր կյանքի մեջ չեն կրնա կատարել։ Առաքյալի նպատակը սա է, որ ներկայացում է Հիսուսի համար։ Այո, Իսրայելի ժողովուրդը միթե ասենք իրանք հիմք չունեին, օրենք չունեին, Աստծուց տրված Մովսեսական օրենքը, բոլոր պատվիրանքները կար, նրանք կարճել էին այդ բոլոր պատվիրանների վրա, բոլոր Մովսեսական ուխտի վրա եւ կուզեին, որպեսզի այդ բոլորը պայելով փրկվեն, բայց չեն կարող պայել, սիրելիներ։ Մենք էլ գիտենք, կարդացել եք բոլորը նորերներ թող տեղեկանան, որ ինչքան որ ասենք իրանք մեջ հաշվեն, թե ասենք իրանք բարի մարդ են եղել, չար գործեր չեն կատարել, ուրիշի վնաս չեն տվել, մարդը սպես է հասկանում, որ ինքը մեծամեծ մեղքեր չի գործել, ուրեմն մեղավոր չէ։ Այստեղ հաստատի ես գուզեմ ներկայացնել առաքյալ ես վկայությունն է տալիս։ Հիսուսը միթե պարապ տեղը եկավ մահանալու։ Միթե պարապ տեղը մահացավ։ Պարապ տեղը չմահացավ, գործ կար կատարելու, նա հավիտենական գործը կատարեց։ Աստծո կողմից վճռված գործը, որ հոր հետ միասին երկնքում Սուրբ Հոգու հետ միասին մարդկության ցեղի համար որոշված էր, որ Հիսուսը խաչվեր եւ հարություն առներ։ Սիրելիներ, այ մեր հավատքը հիմնված է Հիսուսի խաչելության, մահվան եւ հարության վրա։ Այդ հավատն է մեզի, ասենք, աշտարացնում եւ այդ հավատքով մենք պետք է ապրենք երկրի վրա։ Այդ հավատքով պետք է քայլենք։ Այդ հավատքով Աստծո գործերի մեջ պետք է նվիրվենք, ոչ թե ինչ-որ մի քանի տիտղոսների համար, նույնիսկ եթե հրաշագործությունների շնորհք էլ տա Աստված մեզի, շատ բարեգործությունների շնորհ էլ տա, դրանք չեն, որ մեզի պիտի փրկեն, դրանք հետևանք են մեր Տեր Աստծու եւ մեր մեջ ունեցած կապի պատուղներն են, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Ես կուզեմ այս մասին մենք հասկանանք, մեր գործերի չէ, որ պիտի փրկվենք, հավատքից է, Հիսուս Քրիստոսի վրա եղած հավատքից է։ Այսօր ասենք աշխարհը ինչի՞ չի հավատում։ Չի հավատում, որովհետև ինքը, ասենք, նպատակ չունի հոգևորապես դառնալու Աստծուն։ Միթե ես ինչ կուզեմ ասած եղնեմ, միթե քահանաները չլսեցին Հիսուսի հարության համար, որ պահակները գնացին, ասեցին, որ հարություն արավ։ Ասեցին, որ մենք ձեզի շատ ստակ կուտանք, հանկարծ չսեք հարություն արել, ասեք, որ իրեն աշակերտները գողացել են։ Մի, սպես մի բան էլ կա, կրնա ասենք, մարդը հավատա, որ հարություն արել, բայց չուզենա, որ հարուցյալ Քրիստոսին ընդունե, իրեն փրկիչը, իրեն Աստվածը, իրեն հավիտենական Տերը, կարճած լինի այս երկրավոր կյանքին, կարճած լինի այս ժամանակավոր կյանքին, կապված լինի աշխարհի բոլոր տեսակի պարաներով, բոլոր տեսակի կապանքներով, սիրներ, կախարդված լինի աշխարհի բոլոր տեսակի խապկանքներով։ Այսօր Աստված գուզե, որ մենք իրապես հավատանք, բոլոր բաները կանցնի բոլորիս համար, ընդամենը հնարավորություն է տված ժամանակավոր մեզի, որ մենք հավատքով Քրիստոսի խաչելությունը, ասենք, հարություն ընդունենք մեր անձնագանի համար։ Առաջին հերթին մեր անձնական կյանքի, հավիտենական կյանք ունենալու համար Հիսուսի հետ։ Եվ երկրորդ հերթին հերթականությամբ թող լինի մեր ընտանիքի անդամների, մեր քույր եղբայրների, մնացած ժողովրդի համար։ Այսօր շատ կարևոր է առաքյալի վկայությունը սրա համար էր։ Ես կուզեմ տակը կարդանք, տեսեք, հնարավոր է բոլոր բաները լսենք, բայց կարևորը զղջումը։ Կրնա լսեմ ես, հեր ինձանից չզղջամ, կրնա լսեմ եւ զղջամ եւ դառնամ ասում։ Ես շատերին ասենք, ես խոսացել եմ, երբ որ ապաշխարել են, ասենք, եկել են եկեղեցի Աստծո խոսքն են լսել, նույն չափով ամեն, ասենք, տարիներ կուկան, բայց կարևորը քայլ լինել, չէ։ Հիսուսը պատվերն էլ տվավ, չէ։ Խոստովանություն կա, դառնալ կա։ Հիսուսն ասավ նաև սրա հետ կմիացնեմ, էլի, խոսքի հետ, հերու չէ։ Ասավ, եթե գավադաս ինչ պետք ունես,
Տիրոջը դառնա սրդով։ Նախ ուխտի մեջ պետք է մտնես, չէ՞։ Ուխտի մեջ Աստծուն երկրպագելու, պաշտելու, իր ընտանիքի անդամը լինելու, որովհետեւ մասնակցես Աստծո երկնային ընտրիկին, Աստծո ճաշին, Աստծո երկնային հացին, Աստծո կյանքին, որ դու հաղորդ լինես Աստծո բնությանը։ Եվ այստեղ կուզեմ, տեսեք, Պետրոս նորից բոլոր բաները վկայեց, նաև 37 համարի մեջ ասում է, երբ որ զայս լսեցին, իրենց սրդերու մեջ զղջացին ուսին Պետրոսին ու մյուս առաքյալներուն։ Մարդիկ, եղբայրներ, ինչ ունենք։ Եվ Պետրոս նստավ անոնց. «Ապաշխարեցեք ու ձեզմե ամեն մեկը թող մգրդվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ հոգվոյն սրբոյն պարգևը պիտի ընդունեք»։ Ուրեմն ապաշխարություն գոյություն ունի։ Եթե մարդը հավատա Հիսուս Քրիստոսի հարությանը, այստեղ իրանք հավատացին, չէ՞։ Հավատացին, որ Հիսուս Քրիստոս իրենց մեղքերի համար մաճաշակեց։ Հավատացին, որ հարություն արա, առաքյալները վկայեցին։ Եվ այստեղ իրանք հավատալով հանդերձ ասին, մարդիկ, եղբայրներ, ինչ ունենք։ Առաքյալներ պարզ բացատրեց, որ պետք է ապաշխարեք եւ մգրդվեք Հիսուս Քրիստոսի անունով։ Մարդկա Աստծո խոսքը լսում են, ինչ կուզեմ մի քիչ փակագծները բացեմ։ Աստծո խոսքը լսում է, վերջացավ, շատ լավ է։ Հանգստացա, որ Հիսուսը ինձ համար հարություն արել, ելույթ գործ չկա։ Բայց դու Հիսուսի համար ինչ պետք է անես, սիրելի եղբայրս եւ քույրս, նոր հոգի ինչ պետք է անես։ Հին հոգիներ, մենք պետք է նվիրվենք, որ հավանենք, որ խոսենք, տարածենք Աստծո լույսը, Աստծո սերը մեր կյանքի գործերով, ինչպես առաքյալը Սուրբ Հոգու ցերկով, Սուրբ Հոգով լեցված, մենք այդ Սուրբ Հոգով լեցվենք եւ տարածենք այս վկայությունը մեր ազգու բարեկամներին։ Տես կնաս էստա, դա մեր երեք անգամ ասել եմ իմ բարեկամս իմ ազգս ու երամս չի ընդունել։ Դու իրան մի թող, եթե ինքը քու Աստծո դու քեզի հերի իրանի չի նախադի, դու իրան մի թող աշխատի որ միշտ իրան օգնես։ Միգուցե վերջնակետում, վերջնաբանում իրեն կյանքի Աստծո ողորմություն իրեն հասնի, որտև երբ որ ասում է նրանք որ մահվան են գնում, դու մի համաձայն որ մահվան ես տա։ Հակոբոս առաքյալն էլ ասում է, որ եթե Աստված քեզից շնորհք է տվել, ազատե մահվան գնացողներին։ Եկեղեցու գործը սա է, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Ճիշտ է, մեր առաջի գործը, որ Տիրոջն ինչպես եղբայրությունը ներկայացրին, երկրպագենք իրան, հարաբանենք իրան, մեր շնորհակալությունն է, երկնքում ուրիշ գործ չկա, երկրպագություն կերտա եւ Տիրոջ դեմքի լույսը պիտի վայելենք, մեր Աստծո, մեր Քրիստոսի ներկայությամբ պիտի ապրենք, դա անպատմելի է, այստեղ մենք չենք կրնա մարդկային լեզվով պատմենք, բայց երկրի վրա Աստված մեզի գործ է տվել, գործ, Աստծուն տավանելու, Աստծուն պաշտելու, Աստծուն երկրպագելու բարի գործերն է տվել, որ տեսնելով ասում է ձեր գործերը փառավորեն Հայրը, որ երկինքն է, այստեղ առաքյալը վկայեց ճշմարտությունը եւ այնտեղ է շեշտում է, որ ասում է անոնք, որ սրդանց ընդունեցին, խոսքը մգրդվեցան ու այն օրը 3000 հոգի չափ ավելացավ։ Քուրս, եղբայրս, ես վկայում եմ մեր մանուկ հասակի ժամանակ հոգևոր մանուկ։ Մենք երեխայի պես մարկուշ գավադայինք ու կսեինք մարդկան, չէինք ամանչե, որ մեզի հալածեն, նախադեն։ Շատ-շատերը լսին ապաշխարին, շատերն էլ կա չապաշխարին։ Առաքյալների ժամանակն էլ այդպես եղել։ Հիմա սիկ մենք բոլորով Տիրոջ ընտանիքի անդամներն ենք։ Ես շատ համարներ չեմ կազմել, չեմ խոսա, ես կուզեմ ասեմ քո անելիքը, սիրելի եղբայրս եւ քույրս, որ եկեղեցի եկել ես, Աստծուց ինչ կխնդրես դու առաջին հերթին։ Տեր Հիսուսն ասավ խնդրե առաջին հերթին Աստծո արկայությունն ու արտահայտությունը քո անձնական կյանքի մեջ, սրտի մեջ, ընտանիքի մեջ։ Հետո մնացած բաները քեզի կտրվի, դու որ Աստծո արկայություն ունենաս, այդ արկայությունը չես պահել, կտարածես։ Դու արդեն գիտես որ ամենակալ Աստծո զավակն ես, ժառանգ ես,
Այդ ուրախությունը քեզի չի թողոր դու ինչ որ մետեղ եմ ծածկվես, պայմանես, արդեն քո կյանքով կվգայես, քո գործերով կվգայես, արդեն լույսը չի թաքնվի, լույսը կերևնա, աղը իր համը չի կործնե կուդա, փառք Տիրոջն, իմ հորդորս է ցեզի սիրելի եղբայրներ եւ քույրեր, հներին համար, որ մենք լինենք Քրիստոսի հարության, մահվան եւ հարության վկաները, որտեղ ասում է մենք հարոզում ենք հաճյալ եւ հարուցյալ Քրիստոս։ Հիսուսը նոր հարություն առավ չմնաց, գործ ունի, գնացել է մեզի համար բնակարաններ է պատրաստել, որպեսզի մեզի կապ տանե իր մոտ, իրեն գիրք, իրեն հանգիստը, իրեն անմահությունը։ Այս մեր մարմնների մեջ որ կապրենք, սրանք մեր ժամանակավոր վրաններն են։ Կանցնի կեշտա, մեր օրերը կթեռնի, այնպես կթեռնի, որ մենք էլ չենք իմանա։ Ես օրինակ քիշեմ իմ մանկությունս, նայեմ որ անցավ գնաց։ Հիմի երիտասարդներին կսեմ, պատանիներին կսեմ, այդ մանկության օրերը շուտ կանցնի։ Եկեղեցու մեջ ինչքան կրնակ սնվեք Աստծո խոսքը, լսեք Աստծո խոսքը, չծանձրանաք, Աստծո խոսքով որ ապրեք, կյանք ունենաք։ Աստծո խոսքով որ ապրեք, Քրիստոսին վկաներն էլ կեղնեք, ձեր պապաներին ու մամաներին էլ կսիրեք, նրանց բարեխրատները ձեզի համար կանց կեղնի, ձեզի համար ապագա պաշտպանություն կեղնի։ Տիրոջ խրատը շատ կարևոր է։ Տիրոջ խոսքերը եղբայր սորսավ երկու խոսքը սավ ընդամենը ամենամեծ պատվիրանքը քո Տեր Աստծուց սիրեք ու բոլոր մտքից, բոլոր կարողությունից, բոլոր զորությունից առավել ու քո ընկերոջդ քո անձիպես։ Աստծուն սիրենք իրեն պատվիրանքի չենք շեղվել, չենք շեղվում, միաբան կլինենք, մեկ կլինենք, Հիսուսի մեջ կլինենք, Հիսուսը մեր մեջ։ Եվ նաև այդ մեր մեգությունը աստվածային զորությամբ սիրում շատերի համար, նաև այդ մեգության հետ մեկտեղ մեր բարի կամեցողությունը մեր ընկեր թեկուզ հլա չապաշխարած լինի, որ նրա փրկությունը ցանկանանք, նրա ասենք դարձը ցանկանանք, որ նա էլ կյանք ունենա, Աստված երկնքից ուղարկել է արար աշխարհի փրկության համար, սիրներ։ Քրիստոնական կյանքը մեռնող չէ, քրիստոնական կյանքը հաղթող է, հավիտենական կյանքն է դա։ Աստված մեր մեջ բերել է, որ այդ կյանքով մենք ապրենք եւ ապրեցնենք, եւ այդ կյանքը, քրիստոնական կյանքը մեր մեջ բնակելով երկու թշնամիներին հաշտեցնե, իրար հետ համերաշխ կդարձնե, բարեկամ կդարձնե, ով ունի քրիստոնական կյանքը, մարդկանց մեջ հաշտություն կտնե, ինչպես Քրիստոս իրեն մահով Պիղադոսին ու Հերովդեսին միացրավ, չէ, բարեկամ դարան։ Մենք էլ որ Հիսուսին կատարյալ սիրով սիրենք, ամբողջ էությամբ սիրենք, մենք կհանդիսանանք մարդկանց հաշտության եւ խաղաղության պատճառ։ Եկեղեցի դա է նշանակում Քրիստոս կյանք ներկայացնող, Քրիստոս կյանք վկայող։ Ոչ թե ինչ որ լսենք կան, ասում են մենք վկայենք, բայց այդ կյանքը չունեն իրենց մեջը։ Հիսուսի կյանքը, հարության կյանքը չունեն։ Աստված մարդկանց հետ խոսում է իրեն որդու միջոցով, ասում է վերջի օրերի իրեն որդու միջոցով խոսած։ Ինչպես խոսած, Քրիստոսի կատարած գործով, խաչելությամբ, հարությամբ եւ հավիտենական փրկության միջոցով խոսած։ Ես կուզեմ ուղղակի սիրելիներ, ոչ թե ինչ, ես կուզեմ որ ասենք դու իմանաք, ես ուրիշ նպատակ չունեմ, ասենք ես ինչ կուզեմ ասած եղնեմ, որ ստեղ մենք ներկա ենք ու լսում ենք, հավատանք, որ Աստված մեր որոշումները գիտե, մեր ծրագրերը գիտե, մեր եկեղեցի գալու նպատակը գիտե, մեր խոստումները գիտե եւ մենք անկեղծանանք։ Ուզենք Հիսուսի համար իսկական վկա լինել, թե ոչ։ Այ երբ կստուգի մեր վկայությունը։ Եթե պարագա գուկա, ուրիշ նպատակ չունեմ, եղբայր քույրեր ջան, հանգարց ուրիշ բան չմտածեք։ Հին հավատացյալներս փորձվել են, չեմ թվարկել քանիսը։ Փորձվել են, զրկանքի մեջ հավատարիմ են մնացել, ասենք Դադաստանի մեջ հավատարիմ են մնացել, Աստված փառավորվել է, շատերը ննջել են, շատերն կան, թող Տերը փառավորվի։ Հիմի նրանք ինչ էին վնաս քաշին, վնաս չքաշեցին, նրանք օգտվան եւ իրենց վարձքը երկնքում է։ Եվ ես ցանկանում եմ, որ դուք էլ Աստծո կողմից վարձք ունենաք։
Ոչ թե ընդամենը մենակ հավատացյալ լինենք, հավատացյալ Քրիստոսին հոգով եւ ճշմարտությամբ դավանող։ Երբ որ պարագան կա, դու վնաս ընդունես, բայց քո Քրիստոսից չուրանաս ու չմոռանաս։ Նա կենտանի է, նա քո կարողությունից վեր քեզի չի փորձել։ Սա Տիրոջ օգնությամբ եմ ասում, որ բոլորս էլ պետք է մեր գործերի համար թե բարի, թե չարը հատուցում պետք է ստանանք Աստծուց։ Տերը հարավորվի, ոչ թե ուրիշ նպատակների համար կսեմ, որ քավլից ինչ որ ցեզի այդամ, թե դու տգար հավատացյալը չէ։ Հիշեցնում եմ, թե Աստված մեզի ինչի համար է կանչել, ինչի համար է կանչել։ Կանչել է, որ լրիվ հավատանք, լրիվ պաշտենք, երկինք գնալու նպատակների համար, իրեն ժառանգ լինելու, իրեն արկայությունը, ասենք, հավատանք, որ մեզի համար է պատրաստել։ Այդ արկայությանը, այս ստեղ ինչքան էլ թագավորություն ունենանք, թագավորություն, այդ ժամանակավոր թագավորությունները կանցնեն։ Օրինակ ասեմ, ես իմ տան մեջ, ասենք, ինձ երեխաներս հարգում, սիրում են բոլորը։ Ժամանակավոր է կանցնի։ Երկրի թագավորը ժամանակավոր է կանցնի։ Աստված քեզի կանչել է հավիտենական թագավորության։ Աստծո թագավորության որդի լինելու։ Քո թագավորությունը չանցնի, Հայր Աստծո թագավորությունը չանցնի, դու Աստծո ժառանգն ես։ Չեմ արու եւ շեշտեմ, բոլոր հոգիներս մենք Աստծո ժառանգություն են, փառք Տիրոջը։ Ուրեմն աղոթենք այս վկայությունը թող մեր կյանքի ու սրտի մեջ գործե։ Մենք պարապ չմնանք, երբ որ Աստծուց բան կառնես, քո մեջը կրակը վարի, դու պարապ չես մնա։ Այդ լուրը կտարածես, այս լուրը տարածվա, եւ հիմա մենք այդ լուրը ընդունելով դարձել ենք չէ քրիստոնյա աստվածապաշտ մարդիկ։ Հիմա հեշտը մեր նոր այդ փրկության լուրը տարածենք։ Օրինակ, ես ուրիշ բան չունեմ ասելու։ Շատեր ունեն հնարավորություն, բայց չեն օգտագործել, վախենան կը։ Տեսեք ինչի համար եմ ասում, բայց Տերն ասում է մի վախենա։ Քրիստոսը դավանելու համար մի վախենա։ Սա ես հեզ եմ մինչև աշխարհի վերջ։ Ինչից կվախենաս։ Մի վախենա։ Դեռ առաքյալները չվախեցան էլ։ Սուրբ Հոգի ստացել ես, եղբայր ջան, քույր ջան, մի վախենա։ Քեզի վախենալու բան չկա, Աստված տարվա օրերն ինչքան են, այդքան անգամ քեզի կսեմ մի վախենա։ Ես էլ սկզբից կվախենայի, բայց հիմա Աստված ինձ էլ հաջացրել է, զորացրել է, չեմ վախենա։ Ումից Քրիստոսը վկայելու չեմ վախենա։ Այդտեղ ինձ վախի գործ չկա։ Այդ իմ կյանքս, ինչից պետք է վախենամ։ Դից որ վախենամ, բոլոր վախերին վրեն կուկաշտեն։ Եթե դու Քրիստոսը վկայելուց, Քրիստոսը դավանելուց կվախենաս, աշխարհի մնացած բոլոր վախերը քո վրա կգա։ Սիրելի եղբայրս եւ քույրս, ուրեմն ընդունե Քրիստոսը քո անձնական փրկիչն է։ Մենք ներդվարդ եղբայրը ունենք Ամերիկայից միշտ ուկար, ասես Քրիստոսը ում փրկիչն է, որը սեր Քրիստոսը ում համար կաչավ, որը սեր մարդկության համար, սեր ադիգա դու սուդսեցի։ Սա ինձի համար, ինձի։ Հիմա մենք պետք է ասենք մեզի համար, ինձի համար։ Էդի գորեսենք էլ պատկերացրա։ Մենք Քրիստոսի իսկական վկաներ եք անենք։ Չեմ ուզե երկարացնել, Տերը հարավորվի, մեկ արժ աղոթ կմենենք, ուզես որ իսկական Քրիստոսի համար ապրես, եղբայր ջան, քույրիկ ջան, թե եկեղեցու մեջ, թե քո ընտանիքի մեջ, թե քո ազգի, թե քո աշխատանքի ու ծրագրերի մեջ, ուզես Քրիստոսի համար ապրես։ Այդ աղոթքը բերենք։